Ու այս Սամսոնի կենցաղվարությունը երկինքը չէր, սերներս, դրա համար իր կյանքում Դալիլա եղավ, դրա համար աչքերը հանեցին, վերջում նոր այդ իր պրոբլեմների մեջ հասկացա, որ սկան տարի, ինքը երկնքով չի ապրե, Տերը իրան մեծ գործեր, փառավոր գործեր կանչե, հարուստ պատանին, հարուստ երիտասարդի մասին եղբայրները շատ են խոսացել, փոքրուց մասնակցել է հավաքույթների, մասնակցել է երևի ճամբարների, հոգևոր ընտանիքում է ծնվել, Աստծո խոսքը լավ գիտե, բայց կենցաղվարությունը երկինքը չէ։ Եկել է Հիսուսի մոտ, Տերը ողորմություն է արել, որ ինքը Տիրոջ առաջ է կանգնել, գսե բարի վարտապետ։ Եթե այս մարդու սրտի մեջ եղներ Աստծո խոսքը, այդ Աստծո խոսքը իր հոգու աչքերը կբացեր, որ իր դեմը բարի վարտապետ չէ կանգնած, իր դեմը Տերն է կանգնած։ Երբ որ Հովհաննես Մկրտիչը օրենքի վերջի մարգարեն հոգու աչքերը բացվա, որտեղ ինքը օրենքը կսիրեր, ինքը տեսա, որ իր առաջ ոչ թե իր բարեկամ Հիսուսն է կանգնած, իրանք բարեկամ էին արձակցական, իր առաջ կանգնած է իր Տերը, իր արարիչը, իր Աստվածը, ուսավահա Աստծո գառը, որ աշխարհի մեղքը կվերցնե։ Իսկ այսօր իշքան երիտասարդներ ունենք, որ այդ օրենքը իրանց սրտի մեջ չէ, իրանց գլխի մեջ է, որտեղ կենցաղվարությունը երկինքը չէ։ Սիրելիներս, հնարավոր է, չէ՞, մարդը Աստծո տան մեջ եղնի, բայց իր ուրախությունը երկինքը չեղնի։ Իր ուրախությունը սրտի երկինքը չեղնի։